Ողջույն, հիմա երևի կասեք, թե ինչի շուտվանից վիդեոներ չենք տեղադրում։ Ասենք, որ պատճառը մի վարքյան, կներեք։ Պատճառը կայանում է նրանում, որ մեր Telegram-յան ալիքը էլ ավելի հայտնի է դառնում, արդեն մոտ 150 հետևորդ ունենք, ու լրիվ տրամաբանական էր, որ մոտ մի 15 օր պաուզա տանք, այսպես ասած, որպեսզի թազա հետևորդները, ովքեր մտնում են մեր ալիք, ովքեր դեռ ծանոթ չեն ալիքի բովանդակությանը, ուսումնասիրեն, նայեն բոլոր տեսանյութները, զու դրա համար բավականին երկար ժամանակ վիդեոներ չենք տեղադրում։ Մինչ անցնեմ բուն նյութին, այսօր խոսալու ենք, թե ինչպես են գործարք բացում կրիպտո շուկայում, հումքային շուկայում, ֆորեքսում, եթե դες զբաղվում եք ֆորեքսով, բայց մինչև բուն նյութին անցնելը ուզում եմ, որ այդ հետաքրքիր sense մի պատկերի եմ այսօր ականատեսը, Ethereum fair value gap, որը որ չի աշխատում։ Եթե ուշադիր նայել եք տեսանյութ կապված smart money pattern-ների հետ, order block fair value gap եւ այլն, մենք նշել ենք այստեղ, նայեք, որ այս fair value gap-ը չի աշխատելու, երբ գինը հասնի նրան, չի աշխատելու։ Ու տեսեք, որ չի աշխատել։ Սա չկատարված fair value gap-ը, որտեղ fair value gap-ը հարվածում է, իջնում է կամ գոնե այստեղից պետք է իջներ, բայց չէ։ Ինքը տանում է դեպի ջարդման ու պլյուս, եթե այս մոմին նայենք ուշադիր, այս սրան ինքը ջարդել է։ Ջարդել է այդ fair value gap-ը, ինչի, որովհետև ասել ենք, պատճառը կայանում է նրանում, որ սա fair value gap չի։ Ժողովուրդ, fair value gap-ը դա եթե ջարդեր ու իջներ, բայց եթե նայենք այստեղ ուշադիր, այստեղ գործարք է կատարվել։ Fair value gap-ը խոսում է մասին իմբալանսը, որ տվյալ զոնայում trade չի եղել, գործարքներ չեն եղել, իսկ այստեղ գործարք եղել է։ Հասկանում եք, եթե լիներ ցենց մի քանի հատ save mom իջնող կամ մի հատ mom իջնող, դա կխոսար նրա մասին, որ այստեղ բացակայել են գնորդները, բայց այստեղ գնորդ եղել է։ Նայեք, 2 ժամվա ընթացքում գինը բարձացել է, իջել է, բարձացել է, իջել է, այստեղ լիկվիդացիաներ ա վերցել եւ այլն, այսինքն այս զոնայում գործարքներ ա բացվել, զու դրա համար այս fair value gap-ը չի աշխատել։ Այսինքն եթե ձեզ սովորացնում է, որ fair value gap-ը այս տարածությունն է, այս իմբալանսն է, չկա տենց բան։ Բացեք, մտեք ներսը, նայեք, տեսեք ինչ է կատարվում, այսինքն եթե ունեք մի ժամանոց fair value gap, իջեք մինչև 5 րոպե, տեսեք ինչ է կատարվում, եթե ունեք այսպիսի հզոր fair value gap, օրական, մտեք, տեսեք ինչ է կատարվում օրվա ներսում։ Եթե այնտեղ գործարքներ ա կատարվել, ուրեմն դա դադարում է fair value gap կոչվելուց։ Սա ցենց ուղակի ոնց ասեմ, ցույց տակ մեր պրոֆեսիոնալությունը։ Սեսիաները, Ժորժ ջան, սեսիաների առումով ոնց հասկանում ենք, այդքան էլ ուշադրություն չեք դարձնում դուք սեսիաներին, քանի որ մեզ նամակներ են գալիս, որ գործարք ենք բացում, բայց գինը չի շարժվում, բան պատճառներից մեկը այն է, որ դուք կրիպտո շուկայում բացում եք գործարքներ շաբաթ-կիրակի օրը, որտեղ աշխատում են միայն բոտերը ու մանր կապիտալ, $100-200 թրեյդերները, որոնք եղանակ չեն փոխում շուկայում։ Շաբաթ-կիրակի գործարք մի բացեք։ Անկախ նրանից, եթե մի օր տենակ, որ գինը լավ բարձրանում կամ լավ իջնում է շաբաթ կամ կիրակի օրը, դա դեռ չի նշանակում, որ դուք պետք է շաբաթ-կիրակի օրը մտնեք գործարքի։ Ժորժ ջան, ես ուզում եմ, որ դուք այս նկարը սկրինշոտ անեք, պահեք ձեզ մոտ որպես օգնություն, հա, որ գործարք բացեք, ճիշտ ժամերին բացեք։ Ուրեմն Սիդնեյը բացվում է 1-ից 9։ Սա համարվում է ամենա ոչ վոլատիլ սեսիաներից մեկը, ինքը տենց ոչ մի բան չի փոխում շուկայում։ Կարելի ասել ընդհանրապես չի շարժում, պլյուս դրան ժամը 1-ից 9 համարյա բոլորը քնած են լինում ու ամենաչաշխատող սեսիաներից մեկն է։ Այս ժամերին trade չբացեք, գործարք չբացեք, իմաստ չկա։ Ոչ profit եք ունենալու, ոչ էլ stop կամ stop ունենալու եք, եթե ունենաք շատ մանր դրած, փոքր դրած stop։ Տոկիոյի սեսիան մեզ հուշելու է, թե ինչ ուղղությամբ պետք է գործարք բացենք։ Այսինքն Տոկիոն ինքը լիկվիդություն է ստեղծելու Եվրոպայով եւ Նյու Յորքով, այսինքն ժամը 11-ից հետո կամ 5-ից հետո նայելու ենք, թե տվյալ սեսիան Տոկիոյին ոնց վերցրեց Տոկիոյի լիկվիդացիան ու դեպի ուր կարող է շարժվել։ Հիմա գրաֆիկայի վրա բացում եք ինդիկատոր Session Lux Algo, սա շատ լավ, սա ինդիկատոր չի, սա գործիք է, որպեսզի չդնեք ու չնայեք, թե որ ժամին ինչ եք անում, տեսնես հիմա որ սեսիան է, նստեք, նայեք, Настройки մեջ ուղղակի հանեք Սիդնեյը, որ ձեզ պետք չի, հանեք այս ամենաներքևի բանը ծիշկեն հանեք, որ ձեզ չխանգարի։ Հիմա
Այս sense անենք։ Так։ Ուրեմն նայեք, Տոկիոն սկսում է ժամը 4-ին, ավարտվում 12-ին, 4-ից 12-ը։ Ուրեմն, բացի սեսիաներից մենք ունենք նաև kill զոնաներ։ Kill զոնաները դա երբ որ երկու սեսիաները համախմբվում են իրար, այսինքն մեկ սեսիան դեռ չավարտված սկսվում է երկրորդը։ Ու այդ միախառնումը, հա, սենց ասեք, միախառնումը կոչվում է kill զոնա։ Նայեք, օրինակ այստեղ ինչ կարևոր բան է տեղի ունեցել։ Եվրոպան վերցել է Տոկիոյի սեսիան ու նայեք ինչքան ստոպած է ձևավոր է։ Ինչքան ստոպած տեղ վերցրել։ Սա հենց kill զոնան է կոչվում։ Բոլոր կարևոր շարժերը, 90% կարևոր շարժերը տեղի են ունենում kill զոնայի ժամանակ։ Լոնդոն, Եվրոպա, Նյու Յորք։ Նայեք, կպան իրար ու տեսեք ինչ իմպուլս է տալիս։ Ու եթե դուք այս ընթացքում գործարք բացեք, բացի նրանից, որ շատ հնարավոր է ստոպ բռնեք, ոնց որ այստեղ, կարող եք ունենալ նաև պրոֆիտ ոնց որ այստեղ։ Նայեք, Տոկիոն, ուրեմն ոնց է աշխատանքային պրինցիպը։ Տոկիոն առաջացել է շարժ, մի վարքյան, լучше նկարենք, ահա։ Տոկիոն առաջացել է այսպիսի շարժ, իջել է։ Եվրոպան kill զոնայի ժամանակ վերցել է Տոկիոյի այս լիկվիդացիա ներքևի, որը մեզ հուշում է, որ գինը բարձրանալու է վերև։ Հիմա վերցնելուն պես դուք կարող եք այստեղ long պոզիցիա բացել դեպի վերև, բայց եթե չեք բացել, կարող եք սպասել այս կառեկցիային։ Նայեք, այստեղ Լոնդոնը ունի լիկվիդացիա, նայեք, Նյու Յորքը վերցրեց ու Նյու Յորքի հետ կբարձրանայիք վերև։ Այսինքն հիմնականը Տոկիոն մեզ հուշում է նրա մասին, թե որ ուղղությամբ շարժու շուկա։ Նայեք, ունենք մենք բարձրացող շուկա, բարձրացող տրենդ։ Մի վարքյան։ Բոլոր մինիմումները, հիշում եք, չէ՞, նայեք, մարմնով չի ծածկի այստեղ։ Ուրեմն դեռ շարունակվելու է։ Ահա, մենք ունենք բարձրացող տրենդ ու ունենք Տոկիոյի մի վարքյան, ունենք Տոկիոյի շարժը։ Տոկիոն իջնում է ներքև, չի ջարդում այս մինիմումը, այլ զուտ առաջացնում է լիկվիդացիա։ Սպասում ենք, գործարք չենք բացում, սպասում ենք Եվրոպան բացվեց։ Ինչ է անելու այս լիկվիդացիայի հետ։ Վերցնելու է, նոր վերցնելուց հետո նոր գործարք ենք բացում դեպի long։ Հասկացաք։ Այսինքն ոչ թե միանգամից մտնում ենք գործարք, այլ long, այլ սպասում ենք գա այդ ստոպերը հավաքի, նոր դրանից հետո մտնում ենք շուկա։ Դա սեսիաների մասով։ Նկարեցիք սա։ Forex։ Ուրեմն ինչ է Forex-ը։ Forex-ը դա արտարժութային փոխանակում է, այսինքն change-ը ինքը նույնպես կարելի է համարել Forex, ոչ թե նույնպես կարելի, այլ ինքը Forex-ը։ Հիմնական Forex-ում բաները, զույգերը, հիմնական զույգերը, դա նրանք են, որոնք որ կցված են դոլարի հետ։ Նայեք, դոլար, որտեղ կա դոլար, դա հիմնական զույգեր են։ Կռոս կուրսերը, դա արհեստականորեն ստեղծված կուրսեր են, որպեսզի մարդիկ կարողանան այդ տարբերության վրա գումար աշխատեն։ Կան այստեղ նաև էկզոտիկ կուրսեր, զույգեր, որոնք ոչ լիկվիդային են, այսինքն շատ դժվարությամբ կարող եք գնել, գնելուց հետո շատ դժվարությամբ կարող եք վաճառել։ Պլյուս սրանց սպրեդները բարձր է, շատ բարձր է։ Եթե չգիտեք ինչ է սպրեդը, ուզում եմ մի հատ ձեզ օրինակով ցույց տամ։ Так, դրա համար մտնենք funding pips։ Չնայած ես արդեն ասել եմ, որ սրանց հետ չենք աշխատելու, պատճառը ուղարկել եմ ձեզ։ Մեզնից վերցրեցին մեր ակաունտը, զուտ այն պատճառով, որ ստոպը շատ բարձր էր, իբրև դրա ստոպը շատ բարձրից վերցրեցին։ Հեսա դրա մասով էլ կխոսանք, так, բայց ինչի է ոսկու վրա կայնած։ Так. Էսի նախ պետք է փոքրացնել, հա։ Ուզում եմ ձեզ Forex-ում շատ ուժեղ զույգ ցույց տալ։ Ուրեմն դոլար, մեքսիկական պեսո։ Սա շատ վոլատիլ զույգ է Forex, շատ լավ շարժ ունի, չէ, բայց այս մասով չի, так, ինչը վերջում որի հետ ենք աշխատում,
Ethereum, ահա, նայեք, Ethereum-ի spread-ը, որպեսզի հասկանաք spread-ը ինչ է, AES-ի spread-ը, հասկացաք, այսինքն արդար գինն է, նայեք, այսինց վատ են աշխատում իրանք, ու հələ պլյուս դրան էլ կորցրեցինք մեր ակաունտը, նայեք, 1859.33, 1859.84, 51.51 դոլար spread ունի, այսինքն spread-ը ինչու է վատ, եթե դուք ուզենաք short պոզիցիա ունեք բացեք, իսկի այստեղից, այսքանը 0.03, սա արդեն spread-ն է, սա արդեն կկպնի ձեր stop-ին, այսինքն stop դնելուց առաջ մի հատ էլ պետք է 0.03% գումարեք, եթե որոշել եք ձեր stop-ը լինի այսքան, ինչքան է 0.07, պետք է դնեք 0.010, որպեսզի spread-ը չխփի ձեր stop-ին, հասկացաք, spread-ի մասով, այդ է spread-ի, բարձր spread-ի վտանգը, որ շուտ կարող է խփի ձեր stop-ին, հիմա այդ funding pips-ի առումով ինչ եմ ուզում ասեմ, stop դնելուց, նայեք, օրինակ, եթե դուք stop-ը դրել եք այստեղ, եթե շուկան ինչ-որ նորության ժամանակ այսենց կրակի, ինչա stop-ը, նայեք, հիմա եթե դուք այստեղ limit order եք դրել, stop-ը դա market order-ը, այսինքն դուք բիրժային կամ բրոքերին ասում եք, եթե գինը հասնի այստեղ, շուկայականով ինձ հանեք, այսինքն եթե այստեղ գինը 67.700 է, ասում եք 67.700-ում հանի, չի ստացվում, 67, չգիտեմ, 700, ասենք 50-ում եւ այլն, 800-ում, ոսկե ձևի, էլի, բայց եթե այսպես մի հատ կրակում է այդ ժամանակ շուկան ինչ-որ մի հատ նորության ընթացքում, բրոքերը բարձա չի հասցնում ձեզ հենց 67.700-ում հանի, որովհետեւ այդ ժամանակ 67.700-ում ոչ մեկ օրինակ չի գնում, հասկանում եք, երբ որ դուք վաճառում եք, ինչ-որ մեկը պետք է գնի, հիմա հնարավոր է 67.750-ում իրանք գնորդ գտնեն ու գինը նշանակեն այդտեղ, որ ոսկե գիտեք ինչ կա, Պողոս ջան, ձեզ չենք փագել ստեղով, փագել ենք ստեղով, բայց ոչ թե ստեղով, հասկանում եք, իրանք մեր պոզիցիան փագել են ամենավատ գնով, հասկանում եք, ու դրա համար մենք կորուստ ենք ունեցել մոտ $2000, այս մի 10 օրը ինչ վիդեո չենք անում, փորձում ենք իրանց հետ ոնց ասեմ, գլուխ ջարդենք, հա, բանակցենք, համոզենք, օրինակներ ենք բերում, ապացույցներով եւ այլն, որ դուք սխալվել եք, էլի, չգիտեմ, կամ շատ վատ եք վերաբերվել մեր հետ, չէ՞ որ մենք իրանց համար արդեն մի տարվա կլիենտն ենք, բայց չէ, իրանք եկան այն համոզմունքին, որ մենք ձեզ ճիշտ գնով ենք անել, ու իրանք ուզում են ասեն, որ այսի նորմալ է, որ չեն փագել ձեզ ստե, այլ փագել են ստե, դա նշանակում է նրա մասին, որ իրանք չեն ապահովում լիկվիդայնություն. Այսինքն իրանք այս մեծ տիրույթում գնորդ չեն ունեցել, եթե իրանք այսքան պունկտ գնորդ չեն ունեցել, ուրեմն իրանք լիկվիդայնություն չեն ապահովում, եթե չեն ապահովում, ուրեմն իրանց հետ կարիք չկա աշխատելու, դա միայն կբերի կհանգեցնի կորուստների, լավ է ուշ, քան երբեք, ասենց ասեմ, սա Forex-ի բավ, ինձ թվում է հասկանալ էր, հիմա խոսանք ձեր կրիպտոից, եթե ուզում եք լավ շարժ ունեցող քոյններ, ես պատրաստել եմ ձեր համար մի քանի քոյներ, ովքեր 10-ից 30% նույնիսկ եղել է օրվա ընթացքում շարժ ունեցել։ Գլխավորումը այս խայտարակությունը Solana-ն։ Solana-ն համար մեկն է։ Ստե ունենք նաև Pepe, ինչ-որ VIF, Floki, Fartcoin, Sui, չգիտեմ սա ինչ անուններ է, չգիտեմ իրանք ընդհանրապես ինչ են իրենցից ներկայացնում, ինչի համար են իրանք աշխատում։ Մենակ կարամ ասեմ, որ իրենց գնի տարբերությունը, այսինքն աճն ու իջնելը միայն կախված է գնորդներից ու վաճառողներից, բայց քանի որ կրիպտոն ինքը դառել է հայտնի այսպես բրենդ, բոլորը գնում են, սկսած փոքր երեխաներից մինչև տարեց մարդիկ, մտածելով, որ հեսա 15-20x են ունենալու ու հարստանան։ Հենց այս քոյները ստեղծված են դրա համար, որպեսզի մարդիկ իրենց գումարները ներդնեն ու սպասեն, տեսնեն երբ է հասնելու իրենց երազանքներին։ Ուղղակի ես վերջերս ցույց տվեց կյանքը, որ այդ երազանքներին հասնելը այդքան էլ հեշտ չի։ Նույնիսկ ես վերջում, չգիտեմ, գործեք թե չէ, կա շատ հայտնի BitMEX բիրժա, BitMEX բիրժա, որը պատկանում է Arthur Chase-ին, սա շատ հայտնի կրիպտո միլիարդեր է, որը եղել է շատ, չգիտեմ, sense կասկածելի ինչ որ դատական process-ներ եղել իր հանդեպ, փակել են, նստել է, հետո հելել է, ոբշում
Հենց մի հատ խառը վիճակ, բայց ինքը համարվում է լուրջ կրիպտոմիլիոներ, նույնիսկ միլիարդեր, եթե չեմ սխալվում, ու իր պոստերը, նորությունները շատ մարդիկ հետևում են, շատ մարդիկ լսում են, չնայած նրան, որ այս վերջերս վիդեո կար իր մասին նայում ենք, համարյա բոլոր պրոգնոզները, որ ինքը տվել է կրիպտոյի վերաբերյալ, չի աշխատել։ Այսինքն նույնիսկ շատերը իրան համարում են սկամ։ Բայց ինչևից է, ես BitMEX-ը շատ ուժեղ կրիպտոբիրժա եղել, կարելի ասել Bybit-ից ու Binance-ից ոչ մի բանով համարյա չի տարբերվել։ BitMEX-ը հայտարարեց, որ ինքը փակվում է։ BitMEX կարելի է ստեղ գալ новости։ BitMEX կրիպտոբիրժа объявила закрытие։ 12 տարի աշխատելուց հետո փակվում է։ Դա խոսում է նրա մասին, որ կրիպտոն հիմա գտնվում է խայտարակ վատ վիճակում ու կարող է նաև ավելի վատ լինել։ Փակվելու պատճառը ասեմ, ոչ թե մարդկանց пассивություն, արդեն որ մարդիկ չեն ուզում գնեն կամ վաճառեն։ Փակվելու պատճառը կայանում է նրանում, որ պետությունները արդեն խստացնում են կրիպտոն։ Այսինքն, եթե մարդիկ ժամանակին կրիպտոն օգտագործել են անոնիմ լինելու պատճառով կամ չգիտեմ, էլի գումար տեղափոխել, օրինակ կրիպտոյի համար մեկ իր պլյուսը դա այնա, որ կարաս գումարը չհայտարարագրես հիմիկվա, օրինակ Հայաստանում սենց ասեմ, հա, չգիտեմ, եթե ձեր մեջից ինչ-որ մարդիկ կա կառավարությունում աշխատող, կարող է փորձեն ընկնել իբետևից, բայց նայեք, օրինակ դուք ուզում եք եթակ Դուբայ ու չգիտեմ, տա աստված ձեր ձեռը տենց լուրջ փողեր են, էլի, ձեր մեջ օրինակ մարդ կա, որ ուզում է $200,000 իր հետ տանի Դուբայ։ Հիմա եթե կանխիկ այդ գումարը տանեք, ձեզ հարցեր են տալու։ Բանկում չեք ուզում այդ գումարը դնել, որտեվ էլի բանկը հարց է տալու, որտեղ ձեզ այս գումարը կամ ինչ նպատակով եք պահում։ Հիմա ո՞նց եք ուզում դուք անցնեք այդ սահմանը։ Սահմանը անցնելու համար ձեզ պետք է կրիպտո։ Ուղղակի ձեր կրիպտո կաշելյոկի մեջ $200,000 USDT-ով անցնում եք սահմանը։ Կրիպտոն նախատեսված է դրա համար։ Բացի USDT-ին նաև օգտագործվում է Bitcoin, ոչ հաճախ նաև օգտագործվում է Ethereum, բայց ոչ թե հենց XRP, ADA, AVAX, ես շատ իմանամ ինչ այս սրանք։ Սրանք այդքան էլ չեն աշխատում։ Հիմնական աշխատում է Bitcoin, մի քիչ Ethereum ու հիմնականը USDT։ Ոնց ասեմ, որպեսզի մարդիկ իրենց կեղտոտ փողերը, շատերը իրենց կեղտոտ փողերը ծածկում են կրիպտոյի միջոցով։ Կրիպտոն նախատեսված է դրա համար, ոչ թե թրեյդի։ Բայց քանի որ ձեզնից շատերը սիրում են կրիպտո թրեյդով զբաղվել, շարունակենք։ Ուրեմն միջին վոլատիլություն ունեցող կրիպտոներն են Ethereum, XRP, ADA, Link, AVAX, LTC, չգիտեմ, սրանք կարող են տալ օրական 3-ից 10% շարժ։ 10%-ը դա աննորմալություն է, լրիվ իմ համար տրամաբանական չի, 3%-ը լավ է, 3%-ը ինքը կարող համատեմ նույնիսկ նավթի հետ, 3%-ը նորմալ, այսինքն եթե ուզում եք թրեյդով զբաղվեք, օգտագործեք այս կրիպտոները, այն մնացածը սրանից առաջ որ խոսում ենք, այդ դրանցից մի օգտվեք։ Bitcoin և BNB, սրանք համարվում են ինֆլյացիայից պաշտպանվելու միջոցներ, ես նույնիսկ այս շարքից կհանեի BNB-ին կպահեի մենակ Bitcoin, այսինքն եթե դուք ունեք գումար ու ուզում եք, որ ձեր գումարը ինֆլյացիայի պատճառով չտուժի, եթե սենց արագի մեջ բացատրեմ էլի ինֆլյացիան ինչ է, եթե դուք չգիտեք, ունեք 5 տարի առաջ եթե դուք ստանում եք 500,000 դրամ աշխատավարձ ու հիմիկվա ձեր 500,000 դրամ աշխատավարձը տարբերվում է, որովհետև 5 տարի առաջ ամեն ինչ 5 անգամ ավելի էժան էր, քան հիմա։ Այսինքն հիմա եթե դուք ստանում եք 500,000 աշխատավարձ, դուք պետք է ստանաք մոտ 1,5 միլիոն միջին վիճակագրական հաշվարկով, որպեսզի հասնի ձեր 5 տարի առաջվա 500,000 դրամին։ Ու որպեսզի դուք չկորցնեք ինֆլյացիայի պատճառով ձեր գումարը, այսինքն ձեր գումարը իր արժեքը չկորցնի, դուք կարող եք գնեիք Bitcoin։ Ու 5 տարի առաջ եթե գնեիք Bitcoin 500,000-ի, չգիտեմ, հիմա ինչքան X-ա տվել, ասենք 30 X-ով դուք մի բան էլ պլյուս դուրս կգայիք հիմա։ Հասկանում եք, այ դրա համար է նախատեսված Bitcoin-ը, ինֆլյացիայից պաշտպանվելու համար, այլ ոչ թե թրեյդինգով զբաղվելու։ Ինֆլյացիայից պաշտպանվելու եւ այլի մասին շատ խելացի եւ գրագիտ խոսում է այդ Bitcoin Educa, այդտեղ են։ Ճիշտ է, չեմ ճանաչում իրան, բայց սա կարելի ասել այսպես ասած անվճար գովազդ է։ Որտեղ մարդը իրոք հասկանում է, էլի։ Հիմա խոսենք փոխկապակցություններից, այդ կորելացիա, որ ուղարկել էի Telegram-յան մեր ալիքին։ Չգիտեմ նայել եք թե չէ։ Սա ֆայլը, եթե շատերը տեղյակ չեն, հաշում եք ֆայլը, բացում եք, ահա,
Սա forex կորելացիաներն է, փոխկապակցությունները, այսինքն սա ձեզ օգնում է, որպեսզի դուք հասկանաք գնեք թե վաճառեք հիմա։ Օրինակ եվրո դոլարը բրիտանական ֆունտի հետ նորմալ աշխատում է։ Այսինքն եթե բարձրանում է սա, բարձրանում է նաև այս մեկը։ Բացասական կորելացիա, այսինքն հակառակն է լինում։ Հասկացաք, եթե օրինակ Նիդերլանդ դոլարը դոլար կանադական դոլարի հետ հաճախ բացասական է լինում։ Այսինքն եթե այս զույգը դուք գրաֆիկայում տնեք բարձրանում է, այսի իջնելու է։ Այսինքն եթե trade եք անում USD CAD դոլար կանադական դոլարի հետ, նայում եք այս սրան, Նիդերլանդների ավստրալիական դոլար կնեք, ավստրալիական դոլարը դոլարի հետ, եթե սա բարձրանում է, այստեղ փնտրում եք short պոզիցիաներ։ Պլյուս ձեզ կօգնի դոլարի ինդեքսը։ Հեսա ցույց կտամ դա որն է։ Կորելացիան սա է, փոխկապակցությունը։ Այս իմ երկու ֆայլերը խնդրում եմ ուշադիր նայեք, դա forex trader-ներին լիքը օգնական է լինելու։ Հիմա ձեզ ուզում եմ ցույց տամ մի հատ հետաքրքիր բան։ Կրիպտոն, Bitcoin-ը S&P 500-ի հետ։ Բացում եք օրական գրաֆիկը։ Նայեք ինչքան նկարներ եմ ձեր համար պատրաստել։ Անպայման սա դիտեք, ուսումնասիրեք, սա շատ հետաքրքիր փոխկապակցություն է իրար հետ։ Բացում եք S&P 500-ը, օրական գրաֆիկը։ Բացում եք ինդիկատոր EMA 200-ը։ Ինքն EMA-ն moving average այս է։ Բացում եք EMA-ն, ինքը ստանդարտ 9-ով է լինելու։ Настройкով փոխում եք 200 ու պատկերը փոխվում արդեն գիծ։ Նայեք, Bitcoin-ը հիմա գտնվում է EMA-ից ներքև։ Սրա մասին հետո։ Բացում եք միայն S&P 500-ի վրա EMA 200-ը ու տեսնեք, օրինակ փետրվարի 27-ին 2020 թվականին կարող եք ստուգել S&P-ն EMA-ից իջնում է ներքև, այսինքն ցույց է տալիս բացառապես անկում։ Ու նայում եք կրիպտոին, Bitcoin-ին, որ նույն փետրվարի 27-ից սկսած Bitcoin-ը 60%-ով իջել է։ Նայեք ինչ տարբերություն է։ S&P 500-ը դա S&P 500-ից այնյան ես ինդիկատոր չեմ ճանաչում։ Եթե ինդիկատորի առումով նայում եք S&P 500-ին։ Նայեք, մարտի 7 2025 թիվ, մարտի 18 2026 թիվ։ Երկու ժամանակաշրջանում էլ ինքը EMA 200-ից իջնում է։ Ու նայում եք այդ ժամանակ Bitcoin-ին։ Երկուսն էլ մոտ 16, 15%-ով միջինը իջնում են։ Ապրիլի 22 2022 թիվ։ Իջնում է EMA 200-ից ու մտնում է range-ի մեջ EMA-ից ներքև։ Bitcoin-ը 64%-ով իջնում է։ Ու մտնում է այսպես մեծ անկումային range-ի մեջ։ Հասկանում եք փոխկապակցությունները ինչքան կապ ունեն իրար հետ։ Եթե դուք լինեիք ինվեստոր ու աշխատեիք միայն երկարաժամկետ, դուք հաստատ այդ ժամանակաշրջանում Bitcoin չէիք գնի, եթե տեսնեիք, որ S&P 500-ը իջնում է EMA-ից ներքև։ Հասկանում եք փոխկապակցությունները ինչ դեր են կատարում ձեր trade-ի մեջ։ Առանց դրա հնարավոր չի։ Հիմա եթե ձեզ սովորացրել են չորով սենցա, նշեք զոնաներ հարվածի դեպքում short, հարվածի դեպքում long եւ այլն, ու եթե դուք այդ փոխկապակցություններին չհետևեք, ձեր մոտ trade չի ստացվելու։ Հիմա ասեմ կրիպտոն ոնց են աշխատում, ձեր սիրած կրիպտոն։ Ես օրինակ բացել եմ Bitcoin-ը։ Bitcoin-ի առումով ես գծում եմ մակարդակներ, եթե ես զբաղվեի կրիպտո trade-ով։ Ես կգծեի մակարդակներ օրական, իսկ ժամանոցի վրա այսպես կգծեի զոնաներ, որպեսզի այս զոնաներից trade անեի։ Նայեք, ես ոչ մի դեպքում այստեղ մակարդակ չէի գծի, որովհետև կրիպտոն ինքը շատ վոլատիլ է։ Այսինքն նայեք հələ ինքը մակարդակից ինչ շարժերա ցույց տալիս, նայեք։ Այստեղ չես կարա մակարդակներով աշխատես։ Եթե կրիպտո trade-ով եք զբաղվում, բացեք ժամանոց գրաֆիկան, օրականով բացում եք, գծում եք հզոր մակարդակներ, լուրջ մակարդակներ, այնուհետև անցնում եք ժամանոց գրաֆիկա։ Ես տենց եմ աշխատում։ Ժամանոց գրաֆիկան հետ եք տալիս այսպես ու նշում եք զոնաները։ Ու նայում եք ինչ ռեակցիաներ ա տվել զոնաներից։ Հասկացաք, օրինակ զոնա, ճիշտ զոնա կարելի է նաև վերցնել այսա։ Այստեղ, այսպես։ Էսի դիմադրության ու աջակցության զոնաներն է։ Նայեք ինչ ճիշտ տրամաբանորեն է աշխատում, եկավ, իջավ, ստոպերը հավաքեց եւ այլն։
Ես crypto trade սրանով կզբաղվեի, այս զոնաներով։ Ինչա տալիս է մեզ ճիշտ ստոպի տեղադրում։ Ստոպ, օրինակ 1-3-ի, չգիտեմ, ոսկե այստեղ, որ այստեղից կգա կվերցնի այս լիկվիդացիան։ Ես կաշխատեի միայն զոնաներով, որտեղ զոնան թույլ է տալիս մի քիչ սխալվել։ Օրինակ, եթե այդտեղ գծեիք մակարդակ, այ մակարդակը արդեն մի քիչ զոր կլներ։ Հիմա օրինակ ոսկին։ Ինչ ձևով են ոսկին աշխատում։ Ես օրինակ գծում եմ մակարդակ, օրական, մի վայրկյան, անցնում եմ ժամանոցին ու ժամանոցի վրա գծում եմ լոկալ լիկվիդացիաները, այսինքն այսա, ու սպասում եմ հաջորդ օրը Տոկիոն բացվելուց ինչ շարժը ցույց տալու։ Հիմա ունենք բացառապես, մի վայրկյան, հիմա ունենք բացառապես իջնող շուկա։ Մի պա բարձրացել է, բայց ինքը հիմնականը իջնում է։ Ուրեմն ինչ ունենք այստեղ։ Իջնելու ընթացքում գործարք բացում ենք միայն շորտ։ Սպասում ենք, որպեսզի գա, վերցնի այս լիկվիդացիան ու շորտ ենք բացելու։ Ուղղակի այս ամեն ինչը ես կցանկանայի Ժորժ ջան անել sense ոնց ասեմ, ուղիղ եթերով, հա, եթե կա մարդիկ, ովքեր համաձայն են, թող այս վիդեոյի տակ պլյուս, չգիտեմ, կամ մեկնաբանություն թողեն, եթե ուզում են, որ YouTube-ով ուղիղ եթերով, ոնց է, ներկա ժամանակով trade-ով զբաղվենք, հա, ասենք գործարք բացենք եւ այլն, մենք հիմա նոր prop ֆիրմաներ ենք փնտրում, ովքեր ավելի լավ պայմաններ կառաջարկեն մեզ գործարք բացելու համար, funding pips-ի պես, չգիտեմ, սայթակման պատճառով մեզնից 0.3% ստոպի փոխարեն 1.5 չվերցնեն, էլի։ Եթե կան մարդիկ, ովքեր համաձայն են, թող ներքևը նշեն։ Ուրեմն, բացի նրանից, որ ոսկի ու նավթի trade-ով ենք մենք զբաղվում, նայեք, մենք նաև հետևում ենք Bitcoin-ին, Ethereum-ին, ունենք ստե S&P 500-ը, որպեսզի նայենք, տեսնենք Ամերիկայի էկոնոմիկան այս բան ինչ վիճակում է, ունենք դոլարի ինդեքս, որը ցույց կտա դոլարը ամրապնդվում է, թե ոչ։ Եթե դոլարը ամրապնդվում է, այդ ժամանակ ոսկին, Bitcoin եւ այլն ոչ մեկ դրանց մարդահաշիվ չի դնում։ Ունենք ամերիկյան 10 տարվա օբլիգացիաների տոկոսադրույքը, սա արժեթուղթ է, արտատոմս է, ասենց ասած, որը ցույց է տալիս, որ օրինակ տարին 4.7% եկամտաբերություն է տալիս։ Եթե սրա տոկոսադրույքը բարձր է լինում, ասենք 14.8-ին, ոսկի, Bitcoin եւ այլն սաղ իրար հետևից իջնել են, որովհետեւ այդ ժամանակ մարդիկ գնում են այս արժեթուղթը։ Ինքը ոչ ռիսկային է համարվում։ Այստեղ մինուս չկա։ Այսինքն, եթե դուք գնեք արտատոմս 4.8%-ով, 1 տարի հետո ձեզ 4.8% եկամտաբերություն է բերելու առանց ռիսկի, դուք չեք կորցնում։ Հիմա կասեք 4.8%-ը ինչ է, Ամերիկայի համար բարձրում է լավ է, մեր մոտ էլի որ տես թալան է 25% վարկ, 10% էլ ավանդ։ Ստե ունենք Nasdaq 100, Nasdaq 100-ը դա 100 IT կամ ոչ IT, բայց sense գիգանտ ֆիրմաներն են մտնում իրար մեջ, ինչպիսին է Tesla-ն, Amazon-ը, Apple-ը, Microsoft-ը, Nvidia-ն եւ այլն։ Այս բան ունենք Nasdaq-ը անկման շրջանը հիմա ապրում, երբ որ Nasdaq-ը անկում է ապրում, այդ ժամանակ մարդիկ շատը գնում են ոսկի եւ այլն, հիմնականում Nasdaq-ն ու Bitcoin-ն են շարժում իրար հետ, բայց այս պահին Nasdaq-ն ու Bitcoin-ը լրիվ հակառակ ուղղության վրա են։ Նայեք, Bitcoin-ը փորձում է այս աջակցությունից բարձրանալ, բայց Nasdaq-ը ցույց է տալիս միանշանակ անկում։ Երբ որ դուք այս ամեն ինչը համախմբեք իրար, փոխկապակցեք, հետևեք մեկի մյուսին, ձեր trade-ը ստացվելու է։ Հիմա ասեմ մեր trade-ի ստրատեգիան ինչու՞մ է կայանում։ Так։ Ուրեմն մեր checklist-ում նշված է, որ մինչև trade-ը բացենք օրական գրաֆիկան։ Բացում ենք օրական գրաֆիկան, տեսնում ենք, որ շուկան իջնում է։ Նշում ենք մակարդակները օրական։ Օրինակ այսինչ։
Հետո բացում ենք ժամանոցը։ Ու ստուգում ենք, որ ժամանոցը նույնպես իջնի օրականի հետ։ Եթե ժամանոցով ունենանք այսպիսի պատկեր, չորջ, այսինքն շուկան բարձրամա վերև, գործակ չենք բացելու։ Եթե ունենք իջնող, բացում ենք։ Դրանից հետո գծում ենք ժամանոցի վրա ժամանոց մակարդակն, օրինակ եկավ, լիկվիդացիան հավաքեց ու իջնում է։ Դրանից հետո անցնում ենք 5 րոպեանոց, ու 5 րոպեանոցի վրա այս իմպուլս կարեկցիայից հետո այստեղ շորտ պոզիցիա ենք փնտրում դեպի ներքև։ Դրա հետ մեկտեղ ստուգում ենք նաև փոխկապակցությունները։ Օրինակ ոսկու թրեյդի ժամանակ, եթե ոսկին շորտ ենք բացում, նայում ենք, որ դոլարի ինդեքսը բարձրանա։ Եթե դոլարի ինդեքսը բարձրանում է, ուրեմն կարելի է շորտ բացել։ Ուրեմն շուկան խոսում է նրա մասին, որ դոլարը ուժեղ է եւ ոսկուն այդքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Այդ ժամանակ ոսկին շորտ պոզիցիա ենք բացում 5 րոպեանոցի վրա։ Սպասում ենք լիկվիդացիան վերցնի Տոկիոյի ու իջնում ենք ներքև։ Տոկիոն չվերցնեց, սպասում ենք, որպեսզի Նյու Յորքը վերցնի եվրոպական լիկվիդացիան ու նոր իջնի ներքև։ Դրա հետ մեկտեղ նաև ստուգում ենք կարևոր նորությունների բացակայությունը։ Այսինքն, եթե այդ օրը ինչ որ կարևոր նորություն պետք է լինի կապված ինֆլյացիայի հետ կամ Ամերիկայի էկոնոմիկայի հետ, որը կարող է լուրջ ազդեցություն թողել շուկայի վրա, այդ օրը ձգտում ենք գործակ չբացենք, որովհետև ամեն հնարավոր վատ բան կարող է լինել։ Вообще տես բան կա, չէ՞, Zakon Podless, եթե դուք լոնգ բացեք, միանշանակ իմացեք վատ նորություններ ալնելու ու շորտ ալինելու, դուք կորցնելու եք ձեր գումարները։ Դրա համար trade արեք այն դեպքում, երբ նորություն չկա։ Իսկ նորությունը կարող եք հետևել իհարկե այս Forex Factory սայթում։ Ինքը ճիշտ է հիմնականը Forex-ի համար է, բայց նորությունները, այս կալենդարը որ նշում եք, կարևոր նորությունները լինում է այստեղ։ Այս կարմիր նորությունները դրանք համարվում են շատ վտանգավոր նորություններ, այսինքն կարմիրի ժամանակ իմպուլսիվ շարժեր ալնում։ Ու այստեղ նշած է որ օրը, որ ժամին ինչ նորություն է սպասվում։ Կապված, չգիտեմ, ինֆլյացիայի հետ, տոկոսադրույքի բարձրացման կամ անկման հետ եւ այլն։ Դա աշխատանքի պրինցիպներ, Ժորժ ջան։ Այսքանով այս օգտակարդել։ Այսքանը Ժորժ ջան, չգիտեմ, հույս ունեմ, որ ձեզ դա օգնեց։ Ուրեմն, բացում եք օրական գրաֆիկա, նշում եք օրական մակարդակներ։ Անցնում եք ժամանոցը, եթե զբաղվում եք կրիպտոյով, նայեք, օրականները նշեցիք, ժամանոցով նշում եք այս կարևոր զոնաները, անպայման Forex Factory սայթով նայում եք, որ կարևոր նորություն չկա կապված ինչ որ տոկոսադրույքի հետ, ինֆլյացիայի հետ եւ այլն եւ այլն։ Ու շարժվում եք շուկայի հետ։ Մեկ նայեք, այս պահին շուկան ճիշտ է գտնվում է մեծ ռենջի մեջ, բայց ակնհայտորեն մի քանի օր է ինքը բարձրանում է։ Այսինքն այս ինքը ճիշտ է, այստեղ համարվում է internal շարժ, այսինքն ինքը տրենդի ներսում է։ Այսինքն ոնց ենք ձեզ սովորացրել, որ մաքսիմում, մինիմում, մաքսիմում, մինիմում ու ինքը գտնվում է այս մաքսիմումի մինիմումի մեջտեղ, այսինքն էսի պետք է հաշվի չառնենք, բայց դե հնարավոր չէ էլի այդ քանի օրը գործակ չբացեք, դրա համար կարակ այս միջին շարժը նայեք, որ ինքը բարձրանում է ու ժամանոցով աշխատեք միայն long։ Այսինքն եթե այստեղ խփեց, դե short չեք բացում, իջավ այստեղ, էլի այսինքն շարժ ցույց տվեց, բարձրացավ, այստեղից long բացեք դեպի վերև։ Ինձ թվում է, որ Bitcoin-ը դեռ կարա վերցնի այս լիկվիդացիան, նոր արդեն իջնի սրանց հետևից։ Ինձ թվում է հիմա ակնհայտորեն բարձրանում է սրա հետևից, նոր իջնի այս սրանց։ Դրա համար երկուշաբթի կարակ նույնիսկ long գործակ բացեք։ Նայեք ինքը աստիճանաբար բարձրանում է։ Բոլոր զոնաները դառնում է իր համար դիմադրության զոնաներ։ Այսքանը Ժորժ ջան, շնորհակալություն ուշադրության համար։ Հետևորդները մեր ավելանում են, դրա համար վիդեոները մի քիչ ուշ են լինելու, որպեսզի նոր մարդիկ, ովքեր մտել են մեր Telegram-յան ալիք, հասցնեն ամբողջ դասընթացները ուսումնասիրեն։ Եթե ունեք հարցեր, խնդրում եմ մի կաշկանդվեք, մեր chat-ում գրեք, տվեք ձեր հարցերը, բոլոր հարցերին կպատասխանենք։ Ու ինչ որ տենց բլոգերների բաներ շատ մի հետևեք,
Օրինակ սրա մասին է ես ուզում խոսեի։ Դեք ինձ թվում է TikTok-ով մի վարքյան Ուղղակի սենյակում մութ է, դրա համար եմ դժվար գրում։ Այս Նուրլանին երևի TikTok-ով դուք տեսել եք, շատ հայտնի բլոգեր է, թրեյդինգով է զբաղվում, էսի երևի իր IG չի դաժե։ Ուրեմն այս Նուրլանին ես գրում եմ, տենց հարց եմ տալիս պրոպ կամպանիաների վերաբերյալ, մարդը ինձ ուղարկում է այսպիսի առաջարկ, ու իր պաշտոնական էջից են, չի որ սկամ է, ոչ թե դասընթաց, այլ ինդիվիդուալ թրեյդինգ, ուրեմն ինչ է ասում այստեղ, այս մեր հարգարժանը, նայեք, ուրեմն ասում է ձեր կրիպտո կաշելյոկի մեջ մինիմում պետք է ունենաք $5000, $5000 առկայության դեպքում մենք համագործակցում ենք ձեր հետ։ Մեր թրեյդերները կամ ձեզ օգնում են ճիշտ գործակներ բացեն, կամ իրանք են բացում ձեր փոխարեն։ Դրա դիմաց դուք պետք է մեզ տեք ամիսը $1000 պլյուս 20% ստացված եկամուտից։ Հիմա ես իրան ասում եմ, պատկերացնենք ես ունեմ $5000, այսինքն դուք պետք է ամեն ամիս 60% եկամտաբերություն տաք մեզ, որպեսզի $1000 տանք ձեզ, պլյուս մի հատ էլ 750 ես 3000-ի 20%-ից ու $1250 մնա մեզ, ու ինքը ասում է, որ այո, մենք կարող ենք ամիսը 60% եկամտաբերություն տալ ձեզ, ու ուղարկում է սկրիներ այսպիսի նկարներ 61.3%, 74, 50, որ իրանք ամեն ամիս այդքան եկամտաբերություն են տալիս իրենց հաճախորդներին։ Ակամայից հիշում եմ այն դեպքը, որ ուղարկել ենք, չէ, ձեր դեպոզիտը ամեն ամիս 60%-ով, եթե ամեն տարի կնեք, տարի 60%-ով եթե ավելացնեք, 10 տարի հետո կարող 15 տարի հետո կարող եք ձեր $10000 դարձնել $1 միլիոն։ Հիմա պատկերացրեք, եթե իրանք ամիսը 60% եկամտաբերություն են բերում, ուրեմն իրանք կարող են իրենց $1000-$10000, չգիտեմ, մի քանի ամսում, մի տարում դարձնել $1 միլիոն։ Հիմա հարց, եթե կարող եք դուք ստաբիլ 60% բերել ձեր դեպոզիտին, ինչի համար չեք բերում, ինչի համար եք ուրիշի գումարներից օգտվում։ Այդ արդեն այդ հարցի պատասխանը թողում եմ ձեր հայեցողությանը։ Այսքանը Ժորժ ջան, հեռու մնացեք խաբեբաներից, ուշադիր նայեք մեր վիդեոները, եթե կան անհասկանալի ինչ-որ բաներ, նորից եմ խնդրում, մի ամաչեք, գրեք, ձեր գրած բոլոր հարցերին կպատասխանենք։ Շնորհակալություն, որ մեր հետ եք, շնորհակալություն, որ գնալով ավելանում եք։